իրադարձությունների մասնակիցներին երկրի ղեկավարը բաժանեց 3 խմբի, խումբ առաջին կազմակերպիչներ։ Այս խումբը բաժանվում է 2 մասի, մեկը նրանք են, ովքեր շատ ագրեսիվ ձևով ուղղակի հրահրում էին բախումներ, կարկառուն դեմքը Նիկոլ Փաշինյանն է եւ 3 դուք երևի հնարավորություն ունեցել ենք նաեւ տեսանյութը դիտել հեռուստատեսության, բայց եղել են նաեւ մարդիկ, որոնք հասկանալով, որ վիճակը նաեւ իրենց վերահսկողությունից ամբողջությամբ դուրս է գալիս, փորձում են հանգստացնել։ Այստեղ եւս անուն կտան, օրինակ Դավիթ Շահնազարյան, պես փորձում էր ինչ որտեղ հանգստացնել մարդկանց, բայց ամբողջը ավելի շատ ենթարկվեց հրահրող խմբին։ Զենքով եւ պայթուցիկ նյութերով ոստիկանության վրա հարձակումներ կազմակերպողներին երկրի նախագահը դասեց կազմակերպիչների 2-րդ խմբին։ Սոհվածների մեղքը հիմնականում այս խմբի վրա է, որովհետև իրենց գործունեության արդյունքում եղան զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ, ավելի քան 130 վիրավոր, որից մեծ մասը ոստիկաններ են։ Եվ այն ինչ արվում էր այդ հարձակումները ոստիկանության դեմ կազմակերպված բնույթ էին կրում։ Երրորդ խումբը նախագահ Քոչարյանի հանրահավաքի մասնակիցներն են, ովքեր հետագայում սկսեցին ակտիվորեն զբաղվել զանգվածային թալանով։ Նախագահի խոսքով իշխանությունները դավատեղյակ են, թե որ շրջանակներում է հարկավոր փնտրել այս խմբի մարդկանց։ Այս 3 խմբերը տարբեր աստիճանի մեղք են, այսպես ասենք, գործել եւ իհարկե մոտեցումը իրենց նկատմամբ պետք է լինի եւս տարբերակված։ Բայց շատ մեծ անարդարություն կլինի, եթե իրավապահ մարմինները չպատժելով կազմակերպիչներին եւ հրահրողներին միայն զբաղվեն այն մարդկանցով, որոնք կարծում եմ իրենք նաեւ զոհ դարձան այս հանրահավաքների։ Մարդկանց մասին է խոսքը, որոնք մասնակցել են, որոնք ոստիկանության հետ պատերազմի մեջ չեն մտել, բայց որոնք զբաղվել են թալանով։ Իհարկե, մեղք ունեն, բայց կրկնում եմ, այդ մեղքի աստիճանը տարբեր է, ամեն մեկը պետք է ստանա այն պատիժը, որը վաստակել է իր գործունեությամբ, որին ինքը արժանի է։ Եվ առաջերտին իհարկե պետք է պատժեն կազմակերպիչները, որոնք իրենց գործունեությամբ հասցրել են այն վիճակի, երբ հանրահավաքը այլևս չի կառավարվում եւ վերածվել ամբողջի։ Նախագահը վերահաստատեց ոստիկանության 3 պահայտարարությունը եւ մեկ անգամ եւս կոչ արեց անկարգությունների կազմակերպիչներին ու մասնակիցներին կամավոր ներկայանալ ոստիկանություն, պետության առաջին դեմքի անունից երաշխավորելով, որ այդ պարագայում նրանք կմեղմացնեն իրենց պատիժը։ Նախագահ Քոչարյանի խոսքով իրադարձությունները լուրջ վնասել են Հայաստանի վարկանիշին։